Բացահայտվել է նախնական համաձայնությամբ խմբի կազմում իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպք։ Բացահայտվել է նախնական համաձայնությամբ խմբի կազմում ահաբեկչության նախապատրաստություն կատարելու դեպք։ Ալբերտ Բազոյան եւ Խաչակիրներ, Հյուսիսային Տերևաթափ, Արբաթ, Սրբազան հեղաշրջում։ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման անցած 7 տարիների ընթացքում իրավապահները ահաբեկչության ու իշխանազավթման առնվազն 5 փորձի բացահայտման մասին են հայտարարել։ Հնչեղություն ստացած այս գործերով դատարանի որոշում առայժմ չկա։ Ունենալով հակաիշխանական հայացքներ, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների եւ ղեկավարի նկատմամբ գաղափարական թշնամանք, պայմանավորվածություններ են ձեռք բերել կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով եւ դրա սպառնալիքով զավթելու իշխանությունը 2023-ի սեպտեմբերին ազգային անվտանգության ծառայությունը հաղորդեց, թե իշխանությունը յուրացնելու դեպք են բացահայտել։ Ավելի ուշ պարզվեց, որ հանրությանն անհայտ Խաչակիրներ ռազմահայրենասիրական կազմակերպության 7 անդամներից բացի մեղադրանք է առաջադրվել նաև Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազոյանին վարչապետ Փաշինյանի ֆիզիկական ոչնչացումը պլանավորելու համար։ Բազոյանը սակայն մեղքը չէր ընդունել, պնդելով, թե քաղաքական հետապնդման է ենթարկվում։ Չնայած ներկայացված ծանր մեղադրանքին, կես տարի անց Բազոյանը բանտից ազատ արձակվեց։ Նրա նկատմամբ կիրառվեց տնային կալանք։ Այս գործն ուղարկվել է դատարան։ 2023 թվականի ընթացքում նախապատրաստել են կատարել պայթյուն եւ այլ հանրավտանգ արարք։ 2 ամիս անց արդեն 2023-ի նոյեմբերին ՆԱԱԾ-ն հաղորդեց եւս մեկ ահաբեկչության նախապատրաստման բացահայտման մասին, տարածելով ինչ-որ գաղտնի ձայնագրություններ։ Ազգային անվտանգության ծառայությունը պարզել էր, թե ահաբեկչական այդ գործողությունն ունեցել է Հյուսիսային Տերևաթափ անվանումը։ Ընդ որում Տերևաթափի հակիրճ ծրագիրը ԱԱԾ-ն հայտնաբերել էր խմբի անդամներից մեկի Բաճկոնի գրպանում։ Բաճկոնի տերը սակայն հարցաքննության ժամանակ պնդել էր իր գրպանի պարունակությունից տեղյակ չէ։ Մինչդեռ իրավապահները պնդում էին, թե խմբի անդամները պետք է զավթեին պետական նշանակության եւ այլ շինություններ, սպանելով քաղաքացիական անձի։ Թե ով էր այդ անձը, ԱԱԾ-ն չէր մանրամասնել։ Գործն ուղարկելով դատարան իրավապահներն այդպես էլ չհստակեցրեցին, արդյոք Տերևաթափը հյուսիսային որակելով կազմակերպիչները նկատի են ունեցել Ռուսաստանը։ Ամեն դեպքում վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը այն ժամանակ շտապեց այս գործը որակել հեղաշրջման հերթական փորձ, ընդգծելով. Հյուսիսային քամին այլևս անզոր է Հայաստանում Տերևաթափ անելու համար, քանզի Հայաստանում իշխանությունը ժողովրդինն է։ Հանցավոր խմբի անդամները հավաքագրված անձանց տեղակայել են Արբաթ անվանումով ռազմաբազայում։ Հյուսիսային Տերևաթափի վերաբերյալ բազմաթիվ հարցեր անպատասխան թողնելով իրավապահները 2024-ի սեպտեմբերին հաղորդեցին իշխանության յուրացման նախապատրաստման նոր գործի բացահայտման մասին, մեղադրանք առաջադրելով 7 քաղաքացու։ Այս անգամ էլ սլաքները ուղղվեցին դեպի հյուսիս, տվյալ դեպքում Արբաթ ռազմաբազա։ Քննչական կոմիտեն հաղորդել էր, թե մեղադրյալները 2024-ի ընթացքում հավաքագրել են Հայաստանի ու Արցախի մի շարք բնակիչների եւ յուրաքանչյուրին ամսական շուրջ 220,000 ռուսական ռուբլի վճարի դիմաց նրանց փոխադրել Ռուսաստան, տեղակայել Արբաթ անվանումով ռազմաբազայում եւ այնտեղ նրանց հետ անցկացրել մարդ վարելու պարապմունքներ։ Նրանց հայտնել են, որ վարժանքների նպատակը Հայաստանի Հանրապետություն վերադառնալն ու գործող իշխանությանը հեռացնելն է, հնչեցնելով այդ կերպ Հայաստանի Հանրապետությունը մաքրելու եւ փրկելու կոչեր։ Չնայած այս գործով դատարանի որոշման բացակայությանը իշխանությունը շտապեց այն համատել հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետ, որի հետևանքով սպանվեցին գործադիր ու օրենսդիր իշխանության ղեկավարները։ Տունը շփոթել են, փոխարեն մեր տան բակը գցել են ուրիշ տեղ։ 2024 թվականի մարտին իրավապահները հայտնեցին կազմակերպված ահաբեկչության միանգամից 2 դեպքի բացահայտման մասին։ Քննչական կոմիտեն հաղորդել էր, թե ահաբեկչական գործողություններն ուղղված են եղել իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության նրա անդամների, այդ թվում խմբակցության պատգամավորներ Գագիկ Մելքոնյանի եւ Գուրգեն Արսենյանի դեմ, իսկ կազմակերպիչները ունեցել են հակաիշխանական հայացքներ։ Պաշտպանության հանձնաժողովի իշխանական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը դեռ այն ժամանակ Ազատության հետ զրույցում պնդել էր, թե այս ամենի հետևում ռուսամետ ուժերն են կանգնած, իսկ իրեն թիրախավորել են այն պատճառով, որ հաճախ է հակառուսական հայտարարություններ անում։ Երևի այդ հակառուսական հայտարարությունների հետ կապնված լինի, հիմնականում, որ ասենք իշխանափոխություն լինի, միանգամից ասենք այդ իշխանափոխությունից հետո արդեն կքանեն մարդիկ, որ ռուսամետ են։ Ահաբեկչության եւ իշխանության յուրացման 5-րդ փորձի բացահայտման մասին իրավապահները հաղորդեցին արդեն 3։ Այս անգամ կալանավորվեց Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն ու 1 տասնյակից ավելի անձինք։
Քննչական կոմիտեն հաղորդեց, թե Բագրատ Սրբազանը ձեռք է բերել ահաբեկչություն կատարելու եւ իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ եւ գործիքներ։ Թեև Սրբազան շարժման առաջնորդն ու նրա աջակիցները չեն ընդունում ներկայացված մեղադրանքները, քննչական կոմիտեն տարածեց նաեւ մի շարք ձայնագրություններ, դրանք վերագրելով Բագրատ Սրբազանին։ Այդ ձայնագրություններում խոսվում է հնարավոր սպանությունների, մեքենաներով ճանապարհներ փակելու, հոսանքն ու ինտերնետը անջատելու պլանների մասին։ Այս մի գործն էլ իշխանությունը դարձյալ համեմատեց հոկտեմբերի 27-ի հետ։ Դա տերորիստական ակտի նախապատրաստում էր եւ որևիցե ձևով մենք չենք կարող տարբերություն դնել հոկտեմբերի 27-ի հետ։ Սա մի նոր հոկտեմբերի 27-ից փրկվելու մի դեպք էր։ Ինչու են Փաշինյանի իշխանության տարիներին ինչ-որ խմբեր ըստ իրավապահների անդադար իշխանության դեմ ահաբեկչություն ծրագրում եւ իշխանազավթում փորձում իրականացնել։ Հատկապես, որ ինչպես հանրայինի եթերում պնդեց ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, նման դեպքեր էլի են լինելու։ Ես վստահ եմ, որ էլի սենց փորձեր են լինելու։ Մենք տեսել ենք նման շոուներ, հետո ինչա պարզվելա կեսը հեքիաթ է։ Փաշինյանի կառավարությունում հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը շուրջ 2 տարի զբաղեցրած Էդմոն Մարուքյանը, վերլուծելով հեղաշրջման հերթական փորձի բացահայտումը, նախ նշում է, որ ըստ քննչական կոմիտեի հրապարակած փաստաթղթի ծրագրված հեղաշրջումը պետք է 1 տարի առաջ իրականացվեր, այսինքն 2024-ին։ Եվ եթե ըստ ընդդիմադիր գործչի Բագրատ Սրբազանին վերագրվող ձայնագրություններն ու փաստաթղթերը իրական են, ապա ստացվում է, որ այդ հին պլանը իշխանությունը պահել է ու ջրի երես է հանել միայն այն ժամանակ, երբ տեսել է, որ գործերը վատ են։ Եվ պատկերացրեք 1 տարի առաջվա պատմություն, հիմա հրապարակված թուղթ, որտեղ մտցնում են Սամվել Կարապետյանյանն, որ իրան էլ կապեն այս թեմայի հետ։ Ինչի, որտեղ գիտեն, որ այն մեկի գործը, այն մյուսը Սամվել Կարապետյանինը տոտալ ապօրինյա, ոնց անեն, որ դրա տակից դուրս գան։ Ժողովրդի այս բարձր ձևավորված դժգոհությունը փշրեն, ցրեն, դա այս ճանապարհով բոլորին կապել իրար եւ խառնել իրար, այսինքն այն պլանը, որ հրապարակվել է հիմա, գցում են բոլորի ջեբը։ Էդմոն Մարուքյանի համոզմամբ, եթե իշխանությունը ճիշտ է եւ իր դեմ պարբերաբար հեղաշրջում են ուզում անել, ուրեմն 2018-ին խոստացված քաղաքական համակարգի առողջացումը ոչ միայն ձախողել են, այլև ավելի են կործանել։